Եվրամիության առաջնորդները դատապարտել են Գրենլանդիայի նկատմամբ Դոնալդ Թրամփի տարածքային պահանջները։ Միայն Դանիան եւ Գրենլանդիան պետք է որոշեն Դանիային եւ Գրենլանդիային վերաբերող հարցերը, ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ օրերս Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա։ Թեև քննադատություններին Թրամփն իրենից գոհ է, կարող եմ վստահորեն ասել, որ մեր նախագահությունը շատ հաջող է ընթանում, հպարտորեն հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ինչ վերաբերում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ ձերբակալման գործողությանը, ապա դրան մասնակցել է ընդհանուր առմամբ 152 ինքնաթիռ, ասել է Դոնալդ Թրամփը։ Դա բարդ գործողություն էր, դրան մասնակցել են 152 ինքնաթիռ եւ մեծ թվով զինվորներ, այն տպավորիչ էր։ Մեր կողմից զոհեր չեղան, բայց ցավոք շատ մարդիկ զոհվեցին մյուս կողմից։ Զոհերի մեծ մասը կուբացի զինվորներ էին, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Նիկոլաս Մադուրոյի մասին խոսելով Թրամփը մեղադրել է նրան միլիոնավոր մարդկանց մահվան համար։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Փարիզում կամեցողների կոալիցիայի գագաթնաժողովում կարևոր քաղաքական քայլեր են պատրաստվում։ Հոբ հրթիռների յուրաքանչյուր մատակարարում կյանքեր է փրկում եւ մեծացնում դիվանագիտական լուծման հնարավորությունները, ասել է Ուկրաինայի նախագահը, հավելելով, որ Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի պաշտպանության հարցը, որը կարող է ամրապնդել երկրի դիրքերը դիվանագիտության մեջ։ Թուրքիայի Բուրսա քաղաքի քաղաքապետ Մուստաֆա Բոզբեի վրա հարձակման փորձ է կատարվել։ Հարձակվողը փորձել է բռունցքով հարվածել քաղաքապետի դեմքին։ Հարձակման փորձ կատարած անձը վնասազերծվել եւ ձերբակալվել է։ Վենեսուելայի ինդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, որը 2025 թվականին արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի, պատրաստ է մրցանակը հանձնել Դոնալդ Թրամփին կամ այն կիսել նրա հետ։ Մաչադոն այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ Մենք անցյալում կթողնենք բոլոր աղետները, որ բերել է հանցավոր սոցիալիստական ռեժիմը, եւ Վենեսուելան կդարձնենք Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցը Լատինական Ամերիկայում, հավելել է Վենեսուելայի ինդիմության առաջնորդը։ Ճապոնիայի արևմուտքում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է առնվազն 9 մարդ։ Պրիմորիեում էլ ձկնորսների մեքենաներն անցել են ջրի տակ, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։